եկեք այս կողմից նայենք, որ ամեն ինչ պարզ լինի, էլի։ Այս ամբողջը ձեր տարածքն է։ Հա, այս գարաժից մինչև այս մի գարաժը իմ տարածքն է։ Խնդրեմ։ Ստեղ ջերմոց ունեի միտում թե, էլի ոչինչ, էլի կերակրում էր։ Այնտեղ տանձի ծառեր ունեի, կարգին հասունացած տանձի ծառեր էին, ջարդելա։ Ստեղ ամբողջ Փարիսը գոյություն չունի, կողքի Փարիսը գոյություն չունի, այս էլ լրիվ մինչև տունը քանդած է։ Հիմա սպասում ենք, չգիտենք, հաջողություն կլինի թե չլինի, այդքան գումարել որ վերցնենք, արդեն լրիվ սուզվում ենք։ Էլ հնարավոր չի իրար գալ, բայց տարերային աղետի դեմով կարող ինչ ասի։ Ունենք այն ինչ ունենք։ Իսկ եկել տեսել են գնահատել են վնաս։ Չէ, հələ որ մաքրությամբ եք զբաղվում, չգիտեմ։ Կես ասում են մի մաքրեք մնա, կես ասում են թողեք, բայց այդտենց էլ չի կարելի թողել որ ունի։ Իսկ երեք որ քամին այդպես ուժեղ սկսվեց, դուք որտեղ էիք, ոնց տեղի ունեցավ այդքան։ Ահա, ուրեմն ես աշխատում եմ մշակույթի կենտրոնում։ Մենք գործ ունեինք։ Պատուհանից նայեցինք, օդի մեջ արդեն տարօրինակ այլ մոլորակայիններ են ֆռում։ Ու տեսանք որ ստոլբիկը շուրեկան, շիֆրերը եկան, խփեցին մեքենաներին, շատ լավ է որ զոհ չունենք, մնացածը երունդաբաներ են քուտյա։ Սրանք դժվար գործեր են։ Ամենակարևորը որ վնաս չի տվել ունենք, բայց դե Աստված շտա որ կյանքներին վնաս լինի, դե ոչինչ, ապրում ենք։ Ձեր այս այգին, այս տարածքը դուք այստեղ ինչ գործունեություն եք իրականացնում։ Ամեն ինչ խաղողել ունեմ, ապարանում խաղող, դա բացառություններ է կազմում, այնա թարմեն, երևում է։ Խաղողել ունեմ, տանձել ունեմ, գիլասել ունեմ, բալել ունեմ, շլորել ունեմ, ամեն ինչ ունեմ։ Ամենքից մի քիչ մեր գոյությունը պաշտպանում ենք, դա ուրիշ հնարավորություն էլ չկա։ Բան եղել էր էլի նախկինում։ Նախկինում միշտ էլ ամեն տարի ապարանում կարկուտ անձրև։ Դու բարենպաստ պայմաններ չկա։ Ապարանում միայն պիտի ապրես 2 ամիս, այն լավ թեժ շոկ ժամանակ։ Բայց դե մեր երկիրն է պետք է ապրենք, պետք է պահենք։ Ուրիշ վարիանտ չունենք։ Առանց այդ էլ երկիր չմնաց։ Այդքան բան է, քուրջա։ Խնդրեմ։ Իսկ դուք հաշվարկել եք ձեր վնասը, ինչքան վնաս է մոտավոր գումարային։ Եթե այնց կոպիտ ձևով գցենք ամենակիչը 2 միլիոն, 2 միլիոն կես էլ։ Մենակ մի հատ պրոֆնաստիլը արժի 20-30 հազար դրամ։ 300 քառակուսի մենակ տարել է։ Ոնց տեսա, այնտեղ ծառեր էլ ունեիք ընկած, հա։ Հա, այնտեղ ծառեր կան, ստեղ էլ կան։ Ստեղ ոչինչ, այս ծառը այդքան էլ էական չի։ Այն խորքում է տանձի ծառերը, բալի ծառերը, գելասի ծառերը, դրանք մեծ են բոյով են։ Այս մեր ընկերոջ խանութը բանով, ինչ են ասում, այդ արևային լույսով, ջրատաքացուցիչով լրիվ տարել է։ 3 միլիոն կես էլ վարկի տակ էր մարդը, չէ՞, ոնց որ գիտեմ, չէ՞, 3 միլիոն կես էր, չէ՞։ Դե եղանակի հետով կարա ինչ-որ բան ասի։ Կարող եք ձեզ հետ խոսել։ Չի ասի։ Այն մի լավ ամեն կայացնի։ Իսկ լույս, գազ, նման բաներ։ Ինչի՞։ Լույս, գազ։ Չէ, ոչ մի բան, հələ որ չկա, չէ։ Դե ասում են կլինի մոտ ժամանակներում, օրերում, չգիտեմ, մի ամիս հետո, 2 ամիս հետո, մի տարի կամ մի օր։ Դե աշխատում են տղաները։ Կակրազենա հայաթը զբաղվում էին։ Հետո աշխատում են տղեկ։ Հա, աշխատում են, բա ինչ կան։ Վնասները մեծ էլի շուտ վերականգնելով։ Հա, չէ։ Անմիջական, ասենք, մի ստոլբաչի կամ ասենք մի քանի մալուխ չի էլի կտրված։ Ամբողջ է խնդրեմ։ Ամբողջ ապարանի տարածքը էլի էս միջավայրը։ Դե դժվար է ծախսատար գործեր, ժամանակի հարց է, պիտի մարդիկ հասցնեն, մարդկանց էլ մեղադրել չի կարելի։ Այդ մարդկանց տներն էլ ինչ-որ վնասել է, այդ մարդիկ իրանց տների հարցը լուծեն, մեր հարցերը լուծեն, որն անեն։ Ասացիք մշակույթի տանն եք աշխատում, այնտեղ էլ են, հա, վնասները։ Այնտեղ կրիշի կեսը տարել է։
Դեղ էլ վնասներ կա, դու բոլոր տեղեր, որտեղ որ տորնադոն ֆրացել է, անպայման Մեքենաների վնասվան ունեցել կա, մեքենաների, այս մեր ընկերոջ Քեմրին բետոնից ստոլբին էր ընկերել։ Մեր երեխեքից մեկն էլ մեքենան կկանգնացնի ծառի տակ, միթում թե կարկուտից պաշտպանի, ծառը շուռա գալիս վրա, ինչ հաշված բետոն է։ Ես ավտոների վնիշներն եք ստավ հետ հետևան։ Ես դրանք են ապակիները ջարդվել, դե ոչինչ է դրանք դրվող բաներ են, դրանք այդքան մեծ բան չէ, էլի, ասենք հիմնական։ 4 վնասվածքներ ստացած անձանց վիճակը ոնց է։ Դե մեկ երեխին չէ, բանի Սերժո երեխունին տարի Երևան։ Մեկին ինչ չեմ կարող ասեմ, բայց գիտեմ, որ կյանքներին ինչ-որ ասեցին վնաս չի սպասում, դե օպերացիա երևի կանեն էլի։ Դες բաներ։